Դավիթ, մենք քիչ առաջ տեսանք, որ մի փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ, այն ամենից հետո դուք սկսեցիք ելույթ ունենալ եւ ասել, որ պետք չէր մարդկանց 2 ժամ պահել այստեղ եւ ցրել տներով։ Ինչպես կգնահատեք ընդհանրապես այս հանրահավաքը եւ ինչ ուղերձ եք ուզում դուք հղել։ Գիտեք, 5 տարի է մեր հայ ժողովրդին սուտ են ասում։ Ու այդ սուտերի խաթեր մենք հողեր ենք կորցնում, մենք այս վիճակի մեջն ենք ընկել ու մեր Արցախի հայ ժողովուրդը 5 տարի է մեր հայ ժողովրդի համար պայքարում։ 5 տարի է կառավարության շենքի առաջին կանգնում են գեյների հարցով, մեր Արցախի հայերի խնդիրների մոմենտով, պլակատներով կանգնում եմ։ Ու գիտեք, ես ինչ եմ մտածում, եթե ինչ-որ խնդրեմ կա, պետք է այդ լուծել այդ խնդրը իմенно ստեղ, քանի ժողովուրդը հավաքվել է, քանի իրանք կան։ Երկուշաբթի օրը գիտեք ինչ է եղնելու, հեսա ես բացատրեմ։ Երկուշաբթի օրը սաղ ժողովուրդը գործերով են եղնելու, չեն կանալու կան, որ այդ ցույցերին մասնակցեն։ Ու պետք է ասեն, տեսակ ժողովուրդը չհավաքվեցին։ Իրանք հույս չունեն, որ այսքան մարդ այստեղ հավաքվել է։ Միած սխալը այն է, որ երբ որ մարդիկ հավաքվել են ու երբ որ իրանք պատրաստ են պայքարել, ասում են գնացեք տներով։ Այդ նույնը արեց Բագրատ Սրբազանը։ Երբ որ իր միտինգների վաղտը սначала ասեց նախկինները չեն գալու, հետո էլ ասեց չէ, օրենակ կկարենակա։ Մարդիկ երբ որ հավաքվել են, ասեցին դե ոչ թե գնացինք դեպի կառավարության շենքերի մոտը դռները փակենք, որ Դաբրավոլնը Նիկոլ Փաշինյանը իր պոստը թողա, այլ ասեց գնանք մեսօր Մաշտոցի ճանապարհով մանկ կա։ Այդ մանկ գալու խաթեր ժողովուրդը չեն ուզում դուրս տան ընդհանրապես։ Հիմա էլ 2 շաբաթ ժամանակ էին սկզբում հայտարարել, որ տալիս են կառավարությանը պահանջներով, արդյոք դեռ ինչ-որ բան կարելի է սպասել այս կառավարությանը, որ արցախցիների հարցում կարող է լուծել։ Գիտեք, ես այս մի բան կարամ ձեզ ասեմ։ Ես այն մարդը, ով 5 տարի է կանգնում եմ կառավարության կողքից, ես կարամ ասեմ ոնց է պետք պայքարել։ Պետք է առավոտը ժամը 10-ին գալ ու պայքարել ընկան, մինչև ձեր հարցը չլուծվի։ Ոչ թե գան 5 րոպեով կանգնեն ժուրնալիստների առաջին նկարեն, որ տեսեք, մենք եկել ենք, որ լիժբը ժուրնալիստները տելեվիզորով ցույց տան իրանց, ասեն, մենք գործը մեր արեցինք ու տեսանք, դες չեն պայքարել։ Այս սա սուտ է։ Այս ժողովուրդին պրոստը խաբում են։ Մեր խնդիրը այն է, որ մենք կարանք հաղթենք, եթե իմенно պայքարենք ու այդ պայքարը չդադարենք, տեղից չգնանք, ոչ միտեղ տուն, ընտանիք, ես գիտեք, շատ կոմֆորտնի կարամ ապրեմ, ես Ռուսաստանից եմ, ես 5 տարի գալիս եմ գնում եմ, բայց իմ սիրտը ցավում է, որտեղ իմ հայրենիքն է, իմ հայ ժողովուրդն է, այսօր Արցախը տվեցին, վաղը տալու են ջերմուկը, մյուս օրը Սյունիքն են տալու, մյուս օրը Սևանն են տալու, ու այդ process-ները չեն կանա իրան կանգնացնեն, երբ որ կայդորը բաց եղնի, թուրքերը մտնելու են ու իրանց տուրանն են անելու, հայ ժողովրդին ոչնչացնելու են ու մեզ թողալու են առանց հայրենիք։ Կներեք, ես հայերեն տես լավ չեմ տիրապետում, իմ լեզուն որպես յուրիստ միջնորոդնիկ ռուսերեն լեզուն է։ Շատ պարզ ներկայացրեցիք։ Բայց ես այն կարամ ասեմ, որ եթե ես որպես պրավազաշիտնիկ այսօրվա օրով իմ հետևորդներին ասում եմ եկեք ստեղ կանգնեք Արցախի ժողովրդի համար պայքարեք, այդ նշանակում է, որ ես էլ ձայն պետք ունենամ, որ կարենամ խոսամ, որ իրանց խնդիրների մասին կարենամ պատմեմ, իսկ եթե իմ բերանը փակեն, ուրեմն իրանք պլանավորված են ամեն ինչ անում, ուրեմն իրանց պետք է մարդկանց ցրել պրոստը, որ պայքարը չստացվի, որ էլ Արցախի ժողովուրդը չուզենան հավաքվել։ Էդ է հիմա ստեղ կատարվում, հասկանում եք։ Ես ասում եմ հավաքվել եք, Սկան մարդ հավաքվել եք, ճիշտ ասած իմ ասածից հետո հագի մարդ գնաց, պրոստը տողացին գնացին։ Բացի Հայաստանի Ես զարմանում եմ պրոստը ոնց կարելի է այդպես անտեսել։ Ինչ է, ուրեմն մեր Արցախի ժողովուրդը ձեզ պետք չէ։ կապերի մեջ են Դուս են գալիս էլեմենտար մի բան եմ ասում։ որոնք մեկ տեղած չեն ներսի բռնկումներ։ Դուս են գալիս սցենարի վրա ու կարդալով են տեքստը ասում, հասկանում եք։ Այդ է հարգանքը Արցախի ժողովրդի։ Այտենց են պատրաստվել, որ պետք է տեքստը կարդան, եթե դու դա քո մտքերը չի։ Ինչի՞ մարես կարդում։ Թող կարդա այն մարդը, ով այդ տեքստը գրել է։
Որ այսօրվա հավաքը ուզման են ցանի, որ մարդ չկա։ Եթե գիտեք ինչ կարամ ասեմ, ես Վազգեն Սարգսյանի խոսքերով կարամ ասեմ։ Հայաստանի, մտության մեջ պետք է լույս վառել, որպեսզի մեր սաղ խնդիրները մենք տենանք ու մենք սաղ կարենանք որոշենք, ոնց կարենք այդ խնդիրները հաղթենք։ Բայց Վազգեն Սարգսյանը եւ ասել է, որ Հայաստանը պիտի վախենա իմենեն Արցախի մարդկանցից, ովքեր մի օր կմնան առանց որ մի օր կմնան առանց իրենց տների։ Ու այսօր վարով այդ եղել է։ Հիմա գիտեք ինչ են ուզում այն, ուզում են ցույց տան, որ այդպես բան հնարավոր չի, Արցախի ժողովուրդը այդքան ուժ չունեն, որ ինչ-որ մի բան ասեն կամ անեն։ Չէ։ Ես չեմ ասում, որ պետք է կառավարության դռները ջարդել կամ ես ինչ-որ գործողություններ անել հակապետական, որովհետև ճշտամին կարող օգտագործի այդ process-ները։ Ես ասում եմ, որ պետք է այնպես ձևով պայքարել առավոտվանից մինչև ինիկու, որ այդ կառավարությունը նստած իր աթոռի վրա մտածի, որ պետք է լուծել մարդկանց խնդիրները։ Փող են ուզում, փողը տվեք։ Խոսք եք տվեք, որ տուն պիտակ, տուն տվեք։ Ես գիտեք ինչն է խնդիրը։ Ուրեմն ինձ կանչել էին էֆիր, որտեղ խոսում էին կակրաստիկից հավաքվելու մասին։ Ես ասում եմ, գիտեք ինչա, եթե ինչ-որ խնդիրներ կա, որը ասենք թե այդ երկուսից ավել է, ասենք թե այդ 50,000 մնալու տեղը, եթե ուժ խնդիրներ կա, Արցախի ժողովուրդը թող ինձ ասեն, ես տեքստ կպատրաստեմ, իրենց բաները Դուք Արցախից եք։ Ես Սպիտակից եմ։ Ես Արցախ դաժե չեմ եղել, հասկանում եք, բայց ես 5 տարի պայքարում եմ այդ հողերի խաթել, որովհետև դա մեր հողերն է։ Ես պատմություն լավ գիտեմ, Հայաստանը, ես յուրիստ եմ, միջնորոդնիկ։ Ես գիտեմ ոնց կարանք մենք օրենքով այդ հողերը հետ վերցնենք։ Ու մի հատ զինվոր մեր կողմից չի մահանա։ Հասկանում եք, այդ ամեն ինչը ներկայացնելով կառավարության, այդ ամեն ինչը մասին խոսալով գալիս են այն մարդիկ, ովքեր ասում են ապեստեղ մի խոսա գնացտեղից։ Դու այս մեր ծրագրաման է, այստեղ մենակ մենք պետք է խոսանք։ Ես միասնությունից եմ։ Գիտեք, ես չեմ կարող համարել, որ այդպես ցույցը կարող եղնի ժողովրդական։ Ես կարող ասեմ, որ դա ինչ-որ կոնկրետ ուժերի պրոյեկտ է։ Ուժերի, ովքեր մեզ խապեցին անցած տարի ու գիրանցը տվեցին։ Իմանալով այն, որ այն եկեղեցին 7-րդ դարի, որ այսօր ոսկեպարը մնաց, Ադրբեջանին տվեց։ Հայկական հողերի եկեղեցի։ Ու մի բան էլ ասեմ, էլի, ես գիտեք, ես երևի մի 2 շաբաթ ինչ գնացել եմ Գիրանց ոսկեպար, տեսել եմ այդ մեր եկեղեցին։ Ես ուզում եմ դիմեմ Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյան, եթե Կարսի պայմանագիրը բացանեք, վերջի էջը, այնտեղ գրած է, եթե ինչ-որ սպոր է եղնում, այն շենքերի մոմենտով, որոնք հայերը ապրել են, կամ այդ նույն եկեղեցիների մոմենտով, սաղ սպորները պիտի եղնի դեպի Հայաստան։ Հասկանում եք, то есть Կարսի պայմանագիրի մեջին գրած է եղել, որ եթե ինչ-որ սպոր կա այդ եկեղեցու մոմենտով, իրանք կարան դիմեն, ասեն, հեսա Կարսի պայմանագիրը, Կարսի պայմանագիրի մեջին գրած է, եթե դա մերն է եղել, եթե դա մեր հայկական եկեղեցին է եղել, դուք չեք կարենա պետինդավատանեք, ասեք, այս մեր հողն է, որովհետև քարտեզով գիծը սենց է գնում։ Սաղ սպորները, ինձ է Արմենիաս կոնորդ է, ես սենց ասեմ, ես դիմեցի մայր աթոր, ում ասես չեմ, էլ եղբորն եմ դիմել Գարեգին երկրորդի Եզրասին, որ այդ հարցը կայանանք լուծեն, գիտեք։ Չեն ուզում, իրանց պետք չի, իրանց պետք է մեզ մենակ խապել, որ մի օր մեր հայրենիքն է կորցնի։ Շնորհակալ եմ, Դավիթ, ձեզ ինչպես ներկայացնեմ ճիշտ։ Правозащитник Давид, տենց ինձ սա գիտել։ Շնորհակալություն։